Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, տաղավարում ես եմ Ավետը եւ ձեզ համար այսօր աշխատելու եմ ամբողջ ուղիղ եթերի ընթացքում, բայց ոչ միայնակ, իհարկե շատ հագեցած օր ենք ունենալու։ Այսօր դեկտեմբերի 19-ն է, օրը ուրբաթ։ Եվս մեկ հյուրաշատ աշխատանքային շաբաթ ենք ամփոփում միասին, իսկ տարվա ավարտին մնաց ուղիղ 12 օր։ Վերջապես իմ սիրած տոներն են մոտենում։ Կարող ենք հանգիստ ասել, որ հետ հաշվարկը սկսված է։ Բոլորը ակտիվ պատրաստվում են ամանորին, ամենուրեք նախատոնական եռոզեռ է, իսկ բարի լույսը էլ ավելի հագեցած ու հյուրաշատ եթերներ է ունենալու եւ խոստանում ենք, որ խոսելու ենք շատ տարբեր թեմաների մասին։ Ամեն բան անելու ենք, որ ձեր օրերը սկսվեն էլ ավելի հետաքրքիր, օրվա մեկնարկը լինի դրական, ակտիվ ու ինֆորմատիվ։ Փորձում ենք ոչինչ բաց չթողնել մեր տեսադաշտից։ Ու քանի որ ամեն բան անում ենք ձեր լավ օրվա համար, հիմա էլ կհուշեմ, թե որտեղ կարող եք անմոռանալի ժամանակ անցկացնել։ Հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ շատ երկար մտածել։ Ամեն օր շոու ծրագիր, կենդանի երգուպար, բարձր տրամադրություն եւ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում՝ Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 06 հեռախոսահամարով։ Ես ուզում եմ շարունակել իմ խոսքը եւ ձեզ համար երգել մի ստեղծագործություն։ Sur les cieux de Paris s'envole une chanson։ Կարծում եմ հուշումը արդեն տրված է եւ բոլորը հասկացան, թե ում մասին եմ խոսելու։ Այսօր շատ տաղանդավոր մարդու ծննդյան օր է։ 1915 թվականի դեկտեմբերի 19-ին է ծնվել աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի Էդիթ Պիաֆը։ Ֆրանսիական շանսոնի փոքրիկ ճնճղուկ, ինչպես նրան անվանում էին։ Նա իր ամբողջ կյանքում երգեց սեր, ապրեց հանուն սիրո ու ամենաշատը տառապեց հենց սիրուց։ Էդիթ Պիաֆը բազմիցս պատմել է, որ ինքը ծնվել է փողոցում, որ մայրը իրեն ծննդաբերել է դրսում, տան աստիճաններին նստած շտապ օգնությանը սպասելիս։ Երգչուհին ինքն իրեն միշտ ընկալել ու ներկայացրել է որպես փողոցի երեխա, ով դաստիարակվել է փողոցում ու իր տաղանդը առաջին անգամ դրսևորել է հենց այնտեղ։ Մանկության դժվար տարիներից հետո նրան սպասում էր համաշխարհային բեմն ու մեծ ճանաչումն ու փառքը։ Էդիթի փողոցային համերգները տեղափոխվեցին նախ կաբարեներ, հետո գիշերային ակումբներ, իսկ ապա արդեն մեծ համերգասրահներ ու բեմեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդիթ Պիաֆը ոչ միայն Ֆրանսիայի երգի ամենահայտնի աստղն էր, այլ նաև ճանաչված ու սիրված էր ամբողջ աշխարհում։ Սակայն ճակատագիրը այլ բան էր նախատեսել նրա համար։ Պիաֆը մահացավ 47 տարեկանում, նրա վերջին խոսքերը հետևյալն էին. յուրաքանչյուր հիմար արարքի համար, որ գործում ենք այս կյանքում, ստիպված ենք լինում վաղ թե ուշ վճարել։ Շատ հաճախ այո սիրելի հեռուստադիտողներ, հենց այսպիսի տխուր ճակատագրեր են լինում մեծ փառքի ետևում։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, սա Էդիթ Պիաֆի մասին հետաքրքիր ինֆորմացիա էր, վստահ եմ, որ բոլորը ճանաչում էին, բայց հիմա էլ ավելի հետաքրքիր կերպով ճանաչեցին, իսկ հիմա շարունակենք ու վստահ եմ, որ արդեն ինձ հետ եք, վստահ եմ, որ արդեն արթնացել եք, վաղուց արդեն աշխատավայրերում եք գուցե կամ գուցե տանն եք, իսկ մենք, ինչպես տեսնում եք, արդեն սկսել ենք եթեր եւ ուզում ենք ձեզ բարի լույս ասել ու իհարկե բարի լույսին պատրաստել բարի լույսը դիտելիս պատրաստել համեղ թեյ կամ սուրճ ու այն վայելել համեղ շոկոլադով։ Ինչպիսին մեր քաղցր գործընկերն է, ու ես հիմա ուզում եմ սիրով ներկայացնել մեր գործընկերոջը։ Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հունք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր դրայվ կուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորիս սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Ահա, խոսեցինք Ժակոյի մասին, հիմա պատմենք մեր եթերի մասին, թե ինչ է լինելու։ Տեսնում եք, այդպիսի մի հետաքրքիր բան կա, ես անընդհատ ասում եմ պատմենք, որովհետև իմ կողքին ես զգում եմ Անահիտի եւ Լիլիթի հետաքրքիր էներգիան, ովքեր այս պահին ինձ հետ միասին վստահ եմ, որ
եթերը դիտում են եւ իհարկե ես ուզում եմ նրանց մաղթել առողջություն, այո, այս վիրուսային օրերի ընթացքում պետք է զգույշ լինել, գեղեցկուհիներ, առողջ եղեք ու շուտ լավացեք, վերադարձեք ընտանիք։ Ահա, այսքանը նրանց մասին, իսկ հիմա շարունակենք։ Նախ տաղավարում կհյուրընկալենք Էլիգումյանց կազմակերպության հիմնադիր տնօրեն Տաթև Էլիգումյանին եւ նրա հետ միասին կզրուցենք ինչպես ամենօրյա գեղեցիկ ձևավորումների, այնպես էլ դիզայներական յուրահատուկ աշխատանքների մասին, որոնց շնորհիվ էլ մենք ավելի գեղեցիկ ու էսթետիկ դարձնում ենք մեր յուրաքանչյուր առիթը։ Իսկ հետո շատ սպասված հյուրեր ենք ունենալու մեր տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ, համոզված ենք, որ արդեն իսկ շատերդ լսել եք ու շատերիդ կողմից նախընտրելի է դարձել ռադիոկոմեդի։ Եվ այսպես այն դարձել է իհարկե օրվա ու ճանապարհի անբաժան մասը։ Հայկական առաջին հումորային ռադիոկայանի մասին կպատմեն ստեղծագործական թիմի անդամները։ Իդեպ ասեմ, որ մեր շատ սիրելի Արտակ Վարդայանը նաև լինելու է տաղավարում, մեզ հետ կսկսի իր օրը, այնպես որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Այսօր իսկապես բացառիկ զրույցների շարք ենք ունենալու, քանի որ տաղավարում կհյուրընկալենք յուրահատուկ տաղանդով ու շնորհով օժտված Յուլիա Քալաշյանցին, ով կարողանում է երկու ձեռքով միաժամանակ եւ գրել եւ նկարել։ Ահա սա իսկապես տաղանդ է եւ նա իր բացառիկ տաղանդի շնորհիվ դարձել է բազմաթիվ նախագծերի հաղթող եւ նրա մասին խոսում ու գրում են ամենուրեք։ Հատուկ այս եթերի համար Յուլիան Մոսկվայից ժամանել է Երևան, այնպես որ պիտի որ բաց չթողնեք մեր եթերը, որովհետև հրաշալի զրույց ենք ունենալու։ Եվ այս հետաքրքիր զրույցների ընթացքում մենք բնականաբար պիտի անդրադառնանք տարբեր թեմաներին, թերթենք մեր էջերը, բացահայտենք ամանորյա ամենասիրված ու սպասված ֆիլմերից մի քանիսը եւ իհարկե օրվա բաղադրատոմսն ենք բացահայտելու, սիրելի հեռուստադիտողներ, վստահ ենք, որ այսօր Սաթենիկը եւ ոչ միայն Սաթենիկը, նաեւ Էլիզանով մեզ հետ տաղավարում կաշխատի, խոհանոցում շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմսեր կներկայացնեն ձեզ ու կհիշեն իրենց լավորերը ու կհուշեն, թե ինչ պատրաստել այսօր։ Բայց մինչ Սաթենիկին եւ Էլիզային ողջունալը ներկայացնենք մեր գործընկերոջը։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաեւ Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում էլ ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Ահա սիրելի հեռուստադիտողներ, կարծես թե մեր հաղորդման, մեր բարիլույսյան առաջին հատվածը ամեն հնարավոր ինֆորմացիայով արդեն կիսվեցինք ձեզ հետ առաջին հատվածում եւ այս պահին ես առաջարկում եմ, որպեսզի մենք տեղափոխվենք խոհանոց։ Այսօր ասացի, որ տաղավարում նաեւ Սաթենիկի հետ կաշխատի Էլիզան։ Հիմա նրան կտեսնեք մեր էկրաններին, ով մի փոքր այսօր վրացուհի է, մի փոքր հույն, մի փոքր ռուս, մի փոքր էլ հայ։ Կամարջոբա Էլիզա եւ բարիլույս Սաթենիկ։ Բարիլույս Ավետ, բարիլույս Էլիզա, Էլիզան երբ այսպես գեղեցիկ եկավ ինձ մոտ, ասում եմ Էլիզա, դու այսօր սյորդես կայես լինելու եւ մեզ տեղափոխել ես ուր, ասես ուր ցանկանաս։ Հիմա ձեզ էլ է տեղափոխելու այնտեղ, որտեղ դուք ցանկանում եք։ Էլիզա, ասեմ, որ ամբողջ շաբաթվա ընթացքում պատրաստել եմ այնպիսի կերակուր, որ հավատարիմ հեռուստադիտողների ամանորյա սեղանը կարող է զարդարել, հեշտացրել եմ իրենց աշխատանքը։ Նրանք բոլորը իրենց բաղադրատոմսերի ցանկում ներառել են իմ առաջարկածները։ Խնդրում եմ, ուրբաթ օրով, ասա ինչ ես առաջարկում։ Ես այստեղ տեսնում եմ շատ առողջ բաղադրիչներ, խնդրում եմ թվարկիր, ներկայացրու եւ ասա ինչ ենք անելու։ Այո, նախ բարիլույս, Գայի Մարչոս, ինչպես ասեց Ավետը, այսօր մենք պատրաստել ենք գամարջոբա, Գայի Մարչոս պատասխանն է գամարջոբայի։ Այսպես այսօր մենք պատրաստելու ենք քաղցրավենիք, որը կարելի է մատուցել ամանորյա մեր սեղանին,
առողջարար, հակաօքսիդանտներով հարուստ, այնքան հարուստ է մեր այսօրվա առաջին կարևոր բաղադրիչը, դա արմավն է, որի մասին կարելի է այսպես ժամերով խոսել։ Առաջինը, որ հակաքաղցկեղածին է, իր մեջ պարունակող այդ հակաօքսիդանտ նյութերը, օրգանիզմի ներսից, այսպես կարելի ասել, դուրս են գցում բոլոր տոքսինները, որի շնորհիվ ել ավելի մաքուր ու ճիշտ օրգանիզմ ենք ունենում։ Որը մեջ քանի հատ կարելի է ուտել։ Ինքը տեսեք, եւ քաղցր է, նաեւ իր գլիկեմիկ ինդեքսը ցածր է, այսինքն կարելի է ամեն օր օգտագործել, բայց միևնույն է չի խորհուրդ չի տրվում չարաշահել։ Իրեն կարելի է այսպես օրը 1-2 հատ կախված ձեր կալորիաների այսպես քանակից, բայց այսպես եթե շատ կարճ ամփոփ եմ, կարող եք օգտագործել անգամ շաքարային դիաբետի ժամանակ ու բոլորը, որովհետեւ յուրաքանչյուր այսպես օգտակար բաղադրիչ, որը օգտակար է օրգանիզմի համար, իր մեջ պարունակում է։ Մնացած բոլոր բաղադրիչները մեր մոտ կրկին օգտակար են, գազար, որը գիտեն բոլորը ինչքան օգտակար է, ընդեղ են, որի միջոցով առողջ ճարպերի մակարդակն ենք բարձրացնելու եւ այստեղ ունենք մեղր, բայց մեղրը կարող ենք եւ կարող ենք նաեւ չօգտագործել։ Այս պահին ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջ կողմից առաջարկված Մարանիկի դարչինը, որը ել ավելի համեղ է դարձնելու եւ անուշաբույր է դարձնելու, քանի որ խոսում ենք Մարանիկի մասին։ Այս պահին ձեր էկրաններին է։ Հավատարիմ մնալով մարդու կյանք վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամանմանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ես այս պահին կուզեմ ներկայացնել նաև մեր մյուս գործընկերոջը, որը քաղցրություն է առաջարկում։ Արդեն պատրաստի է, տուփերի մեջ է, գեղեցիկ, աչքը շոյող Ժակոյի մասին է խոսքը։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների լայն տեսականին, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր, դրայվ վկուսան, գետնանուշի փափուկ, կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ, որերի սիրելիս կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Ձեզ էլ շնորհակալ ենք հավատարիմ հեռուստադիտողներ, որ ընտրել եք ճիշտ պահը, որպեսզի վայելեք համեղ պահը եւ իհարկե հետաքրքիր հյուրերին անդրադարձ ենք անելու տարբեր թեմաների, արդեն Ավետը ասեց, Ավետ ջան, երբեք քեզ մենակ չես զգա, քանի որ երկու գեղեցկուհիներ այստեղ քո կողքին են, նրանք պատրաստում են եւ քեզ համար համեղ աղանդեր եւ հավատարիմ հեռուստադիտողների եւ իհարկե Բարելյուսյան տան անդամների համար Ավետ խոսքը քոնն է։ Շնորհակալ եմ Սատ, այո, ես ձեր ներկայությամբ երբեք ինձ միայնակ չեմ զգա, բայց իմացեք, որ դուք էլ ունեք Ավետ, ով միշտ ձեր կողքին է։ Եթե հանկարծ ինչ-որ դժվար կտրվող բաներ կլինեն, ինձ միանգամից կասեք։ Իսկ մենք շարունակենք սիրելի հեռուստադիտողներ եւ ես ուզում եմ սիրով ներկայացնել մեր գործընկերոջը Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությունը, որը առանձնանում է վստահությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հասկողությամբ ապահովում է այն, ինչ ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում եւ իհարկե օպերատիվ արձագանք։ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ իհարկե ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին։ Հեռախոսահամար 099 27 50 07։ Իդեպ ասեմ, որ Նորապատ Group Ունիվերսալ անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ եւ պատասխանատու ու իհարկե որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մեր առաջին գովազդային դադարն է, որից հետո մենք կշարունակենք արդեն հյուրասրահում մեր հյուրերի հետ։ Գովազդ մեր եթերում։
Դե ինչ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ես վերադարձա տաղավար, մենք վերադարձանք տաղավար եւ իհարկե ինչպես որ խոստացանք, շատ հետաքրքիր ու հետաքրքրաշարժ զրույց ենք ունենալու, որովհետեւ ձեզ հաստատ շատ է պետք գալու։ Եվ այսպես յուրաքանչյուր առիթ, ծննդյան օր, հարսանեկան արարողություն կամ մեկ այլ տոնական օր, առավել տպավորիչ է դառնում, երբ ունենում եք յուրահատուկ, գեղեցիկ ու էսթետիկ ձևավորում։ Էլիգումյանց կազմակերպությունը վստահաբար ստեղծում է այն միջավայրը, որը միանգամից լցվում է ջերմությամբ ու գեղեցկությամբ։ Էլիգումյանցը կարողանում է մշտապես համադրել ճաշակը, նրբանկատ մոտեցումն ու ժամանակակից դիզայներական լուծումները։ Այս ամենի մասին էլ կզրուցենք մեր հյուրի հետ, տաղավարում է Էլիգումյանց կազմակերպության հիմնադիր տնօրեն Տաթև Էլիգումյանը։ Բարի առավոտ, Տաթև։ Բարի լույս։ Ինչպես եք։ Ավետ, հրաշալի։ Չնայած նրան, որ շուտ եմ արթնացել։ Այսօր կարելի է։ Չեմ քնել, դե այսօր չի արդեն մեկ ամիս է հենց այդ ռեժիմով ենք։ Հավանաբար աշխատանքային ռեժիմի պատճառով։ Ամանորա։ Տաթև, ես առաջարկում եմ սկսենք ամենասկզբից, նախ ասեմ, որ շատ հաճելի է գեղեցիկի մասին զրուցել գեղեցկուհու հետ։ Կխնդրեմ պատմես, թե ինչպես ու երբ սկսվեց Էլիգումյանց կազմակերպության ճանապարհը։ Էլիգումյանցը շուտով կդառնա հենց իր անվանումով 10 տարեկան, բայց գործունեությունը որպես այդպեսին արդեն ծավալում եմ 20 տարի։ Բավականին երկար։ Եվ գնացել եմ մի անգամից դիզայներ եմ դարձել։ Չգիտեմ ոնց է այդպես ստացվել, բայց այդպես է եղել։ Հա, բավականին երկար ճանապարհ ենք անցել, չեմ ասում անցել, որովհետև ես ինքս մենակ չեմ անցել այդ ճանապարհը։ Այո, միշտ օգնող ձեռքեր։ Այո, եւ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որ ասում են ես մենակ հասա ինչ-որ մի բանի։ Առհասարակ մարդ երբեք մենակ ոչ մի բանի չի հասնում։ Սկսենք հենց այնտեղից, որ առաջինը եթե չլինի հարազատ մարդկանց ուժը, օգնությունը երբեք ոչ միտեղ երկար չես գնա։ Ու կարծում Տաթև կհամաձայնեք, որ հաճախ այդ ուժը կարող է լինել ոչ միայն ֆիզիկական կամ ինչ-որ մի բանով օգնելու կերպով, այլ ուղղակի աջակցելով խոսքով։ Այո, աջակցելով կողքից լինելով, հավատալով, երբ հավատում են քո ուժերին, որ դու կարող ես դա անել, այդ ամենամեծ ուժն է կարող ասել։ Ամենակարևոր մոտիվացիան է, այո։ Երբ որ հիմնադրվում էր կազմակերպությանը, ինչ մտավախություններ ունեիք, Տաթև, կային արդյոք մտածում եք արկամրցակցության մասին ու երբ հասկացաք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, հենց այդպես էլ պիտի լիներ։ Տեսեք, Ավետ ջան, իրականում շատ տարօրինակ է իհարկե, բայց երբևիցե ոչ մի բանում ես մտավախություն չեմ ունենամ։ Չգիտեմ այդ ոնց է ստացվում, բայց որպես այդպեսին վախեր ես չունեմ, որովհետև ամեն օրը ապրում եմ հենց այն մտքով, որ ոնց է ասվում, որ Աստված ասում է երբեք մի վախեցեք, չէ, 365 օր, գրված է 365 անգամ, ամեն օրվա համար, որ մի վախեցեք։ Ու իրականում երբ որ չես վախենում այն ամեն ինչից, ինչը որ դու պետքա ստեղծես ու անես, հաջողվում է։ Չես մտածում, թե ոնց է ստացվելու, հավատում ես քո ուժերին ու գնում ես առաջ։ Եվ իհարկե արդյունքը տեսանելի է լինում։ Մենք սիրելի հեռուստադիտողներ ուզում եմ ասել եւ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ տեսել ենք Տաթևի գեղեցիկ ձևավորումները շատ յուրահատուկ ու շատ գեղեցիկ կերպով։ Տաթև, վստահ եմ, որ շատ են կողքից եղել մարդիկ, որ ասել են կարող է մի հատ ուրիշ բան ամեն դեպքում, հա, կարող է Տաթև, այ ոնց ես արձագանքել դրան ու երբ ես ինքդ հասկացել, որ չէ, սա հենց այն ճիշտ ուղին է, որ ես պիտի գնամ։ Երբ որ եղավ համաճարակը, առաջին մեծ հարվածներ։ Դե գիտեք, ամեն ինչ, այո, սահմանափակումներ սկսեցին շատ մեծ ու առաջին հարվածը հենց եղավ մեր ոլորտին։ Հարսանիքներ թույլ չէին տալի, բնականաբար եթե մեծ չի հարսանիքը, ձևավորումներ չեն լինելու։ Ինչ շատ մոտ մարդիկ այդ ժամանակ ասեցին վերջ Տաթև ջան, այլ ոչ մեկ հարսանիքներ չի անելու։ Հաջորդեց պատերազմը, ինչը շատ ցավոտ էր բոլորիս համար, շատ մեծ հավատ էր, դժվարություններ, բայց այդ ժամանակ եւս հավատը չէի կորցրել, որ ամեն դեպքում մեր հայ ազգը ունի շատ անկոտրում ուժ եւ ամեն դեպքում նորից կանգնելու ենք ոտքի, նորից շարունակելու ենք ուրախանալ, որովհետև հային հարիրա ուրախանալ լինել ուժեղ ամեն ինչում, ամեն ոլորտում։ Այդ ժամանակ շատ հարազատ մարդիկ, շատ թանկ մարդիկ ինձ ասում էին վերջ,
այս ոլորտում ամեն ինչ ավարտվեց, որովհետև մարդիկ էլ հարսանիքներ չեն անելու, էլ տենց մեծ հարսանիքներ չեն անելու։ Բայց կարևորը ինքներդ ձեր հավատն էր ձեր հանդեպ։ Երբեք չեմ հուսահատվել, երբեք չեմ կոտրվել ու չեմ տրտնջացել։ Ես միշտ ինքս ինձ հավատացել եմ, ինքս իմ ուժերին հավատացել եմ նրան, որ եթե Աստված քեզ ուղղորդել այդ ճանապարհով, նշանակում է ունի քո համար լուսավոր մի կետ ու պետքա գնաս։ Արդեն նախապատրաստված բան կա։ Տաթև, ինչ ծառայություններ է մատուցվում Էլիգումյանցում, ինչ աշխատանքներ են իրականացվում եւ ովքեր կարող են դիմել ձեզ ու ինչի համար։ Ահա։ Նախ մեր մոտ հենց ամենաշեշտադրվածը հարսանիքներն են։ Դե հարսանիքներն սկսվում են նշանադրությունից։ Ամենասկզբից հենց գալիս է մեր մոտ նշանադրությունը, հարսանիքը, հետո բալիկների ծնունդը, հետո իրենց մկրտությունը եւ այսպես շարունակ։ Եթե ինչ-որ մի ընտանիք ինձ դիմում է, այո, էլ չի հրաժարվում մեզանից, մենք դառնում ենք իրենց մշտական դիզայները, պայմանագիր ենք ստորագրում։ Եթե միջև վերջ մեր հետ եք, ուրեմն սկսում ենք, չէ՞, Տաթև, եթե 20 տարի առաջ եք սկսել, հավանաբար ինչ-որ մարդկանց երեխաների արդեն չգիտեմ, այդ երեխաները իմ հասակին են, իհարկե ամոթ հասել է, բայց իմ ընկերուհիների բալիկները, ովքեր արդեն ընկերուհի են դարձել, հա, այս գործի բերումով իմ հասակին են, ու հեսա իրանց կամուսվածն են։ Ու էլի ձևավորում Էլիգումյանցը կանի։ Ես պետք է անեմ, իհարկե։ Օրինակ նախնական զրույց ունենում եք, հասկանում եք պատվիրատուի հետ ինչ է պետք, ինչ են ուզում, ու եղել է արդյոք մի դեպք, որ ուզեն ինչ-որ բան, օրինակ, չգիտեմ, կարմիր, այսպես, չգիտեմ, կամ դեղին, դուք ասեք, չէ, ավելի լավ է կանաչ, որովհետև, ու բացատրեք ինչու։ Միշտ։ Նախ մեր մոտ ամրագրումները սկսվում են ամենակիչը 2 ամիս շուտ։ Այդ ամենակիչն է լինում։ Եվ 2 ամիս դու պատվիրատուի հետ շփվում ես, քննարկումներ ես անում, նախ ընկերանում ես ամենակարևորը։ Եվ սկսում ես ճանաչել պատվիրատուին, եւ երբ ճանաչում ես ու հասկանում ես իրեն ինչ է պետք, դու կարողանում ես ճիշտ լուծումներ առաջարկել, որովհետեւ երբեմն հարսնացուները, պատվիրատուները ուզում են մի բան, որը որ չի համապատասխանում, ենթադրենք տվյալ սրահին, որը ընտրել են արդեն, ունենք արդեն որոշակի բազար, եւ դրա հիման վրա պետք է ստանանք լավագույնը։ Եվ շատ է եղել, որ շեղվել են նախնական ընտրությունից, քանի որ քննարկել ենք, քննարկումների ընթացքում հասկացել ենք, որ դա չի ուզում ինքը։ Իրականում դա իրեն պետք չի, ինքը ուղղակի տեսել էր ինչ-որ միտեղ հավանել էր, եւ եթե վստահում են մասնագետին, ու դու կարողանում ես իրենց գերել, իրենց սիրտը մտնել ու կարողանալ ճիշտ ասել, հասկանում են, որ դու լավագույնն ես իրենց առաջարկում, ու մասնագետը պետքա ստանա ամենասիրունը, քանի որ դա առաջինը ես միշտ ասում եմ, անում եմ նախ իմ կազմակերպության համար, հետո պատվիրատուի համար։ Որտեղ եթե ես չանեի լավը, դուք չտեսնեիք դա, նախ չէի կուզենա հետագա շարունակություն իմ հետ համագործակցության, ես այստեղ չէի գտնվի, այսինքն դուք տեսել եք, արդեն վստահվել եք ու շարունակում եք աշխատել։ Ես հենց այդ առիթով էլ ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն, որովհետև մեր ամանորյա ձևավորումը ապահովեցիք դուք ու շատ գեղեցիկ էր։ Ես խնդրեմ մեզ ներկայացնեք ինչպես կարելի է կապվել ձեր կազմակերպության հետ, ինչ հեռախոսահամարներ կան ու որտեղ է հասցել։ Տեսեք, հիմա Instagram-ում ենք շատ ավելի ակտիվ։ Ֆիզիկապես չհասնելու համար այս պահին դեռ օֆիս չունենք, ունենք կենտրոնում, բայց երբևիցե այդ օֆիսի դուռը չեմ բացել։ Երևի 1-2 անգամ, ոչ ավել, որովհետև չի ստացվում, քանի որ եթե մենք օրինակ ունենք X տեղ ձևավորելու, պետք է այդ տեղում հանդիպենք, որպեսզի քննարկումներ անենք։ Դա ավելի արդյունավետ է։ Իրականում չկա, քանի որ պետք է տեսնել տարածքը։ Այսինքն Instagram-ն է հիմնականում կապելու միջոցը, վստահ եմ, որ Instagram, կխնդրեմ Instagram-ը նշեք։ Wedding Design Էլիգումյանց, այդպես է գրված, այո, եւ ունենք Wedding Design Էլիգումյանց Kids-ը, ավելի շուտ հենց գրվում է Էլիգումյանց Kids, այդպես է։ Էջում համարները տեղադրված են, 2 հեռախոսահամար կա, նամակներին շատ դժվար ենք պատասխանում եւ ցանկալի է եթե ուզում են կապի դուրս գալ մեր հետ ու արագ պատասխան ստանալ, ապա զանգ, իհարկե միանշանակ, դա շատ արդյունավետ է։ Շնորհակալ ենք Տաթև ջան, շատ շնորհակալ ենք առավոտը նախ մեզ հետ սկսելու համար եւ իհարկե մարդկանց օրերը ու գեղեցիկ առիթները ել ավելի գեղեցկացնելու համար եւ շնորհակալություն մեր տաղավարը գեղեցկացնելու համար։ Սիրով ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք։ Միշտ պատրաստ։ Շնորհակալ ենք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցեցինք գեղեցիկի մասին գեղեցկուհու հետ, խոսեցինք Էլիգումյանցի մասին եւ իհարկե, այո, դուք էլ կարող եք վստահել նրանց ձեր գեղեցիկ կորպորատիվ առիթների ձևավորումը, զանգահարեք գտնելով նրանց Instagram-յան էջերը։ Իսկ այս պահին ես առաջարկում եմ ընդմիջվենք կարճատև գովազդով, որից հետո կվերադառնանք տաղավար։ Գովազդը մեր հետ։
Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, շնորհակալ ենք, որ սկսում եք, նախ շնորհակալ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ եւ իհարկե կարեւոր է օրը սկսել շնորհակալությամբ։ Եվ իհարկե մենք տարբեր պահերի մեր սիրելի գործընկերներին ասում ենք շնորհակալություն, ովքեր ապահովում են տարբեր բաղադրիչներ եւ իհարկե ամենակարևոր բաղադրիչներից մեկն էլ հենց համեմունքներն են եւ Սաթենիկի, իսկ այսօր նաեւ Սաթենիկի ու Էլիզայի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմսը ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հնարավորություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք մառանիկ։ Շարունակենք մեր եթերը, այս պահին տեղափոխվենք խոհանոց եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ինչ մանրամասներ են մեզ ներկայացնում, շատ համեղ եւ իհարկե քաղցր խորտիկ պատրաստող մեր գործընկերները։ Խորտիկ, աղանդեր, ես աղանդեր բառն ու խորտիկը խառնեցի։ Երբեմն աղանդեր ենք պատրաստում, երբեմն ամենապարզ բաղադրիչները ամենահամեմեղն են դառնում։ Ու ամենաօգտակարը։ Մենք այստեղ օգտակար հատկություններով արմավ շարունակիր Որի մասին խոսել ենք, այստեղ արդեն արմավը մանրեցրել ենք, պատրաստել ենք նաև գազարը, այստեղ արդեն ընկույզն ենք բավականին մանրեցրել։ Ընկույզի հարցում կարող եք դուք ինքներդ որոշել, կարող եք ընտրել թե հնդկական ընկույզ, թե նուշ, որը ընդեղենը ձեր քիմքին ավելի հարմար է, բայց այս համադրությունը վստահեցնում եմ, որ շատ համեղ կլինի։ Ասում եմ, ընկույզը շատ չի, Էլիզա ասես չի համեղ լինի, այնպես որ դուք էլ կարող եք, չէ՞, ավելի հավասարաչափ չլինի, ընկույզը ավելի շատ քանակի լինի։ Դա երևի քիմքի ճաշակի հարց է, ես ընկույզ շատ եմ սիրում ու ինչի մեջ որ ընկույզը շատ է, ինձ ավելի այդպես հաճելի է, այո, դրանով էր պայմանավորված իմ պատասխանը։ Իհարկե, աղջիկներ, դուք այս աղանդերը կամ այս կոնֆետները, որովհետև մենք իրեն այսպես փոքրիկ կոնֆետի տեսքով ենք մատուցելու, կարող է պետք է պահպանել սառնարանում, որովհետև ինքը ունի, այո, թթվելու ինչ-որ հատկություն, իր բոլոր համային առանձնահատկությունները, օգտակար հատկությունները կարող են պահպանվել մինչև 3 օր սառնարանային, այսպես պայմաններում պահելու դեպքում։ Հետո մեզ մոտ չի մնա։ Անկամ չենք կարող տեղափոխել սառնարանը, որ 3 օր պահենք։ Ինձ թվում է ցանկացած տնային տնտեսուհու տանը 3 օր կմնա։ Ես այսպես, եթե անկեղծ ես այսպես ամանորյա սեղանի համար էի պատկերացնում, մտածում էի այնպես ասեմ, որ աղջիկները եթե նախընտրեն այս տարի ունենալ առողջարար կոնֆետներ, իմանան պահպանման տարբերակը եւ ինչպես արդեն մատուցելուց առաջ զուտ պետք է հանել սառնարանից, մատուցել ու 3 օր պահել սառնարանում։ Ու առհասարակ, ինչպես այսպես առիթից ելնելով ասեմ, որ միշտ իմացեք, որ սնունդը ինչպես պետք է պահել, ինչպես պետք է թողնել սենյակային ջերմաստիճանում, որովհետեւ մենք շատ հաճախ պատրաստում ենք օգտակար բաղադրիչներով շատ ճիշտ համադրված, բայց թողնում ենք սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ, թեկուզ եւ եթե չի փչանում, այսինքն համային առումով դու ոչինչ չես զգում, կորչում են օգտակար հատկությունները, կորչում են, օքսիդանում են որոշակի հատկություններ, սեղանը այդքան շատ աղցաններով, տաք կերակուրներով, սառնախուտեսներով լի է լինում։ Այո, ու երբեմն երկար մնում է սեղանին մեր ուտեստները։ Դա այդպես էր, բայց արդեն ավանդույթը կարծես թե այդ կարծրատիպը կոտրվել է։ Ես կուզեմ ներկայացնեմ մինչև կխառնենք այս ընթացքում մեր գործընկերոջ կողմից առաջարկված նագետները, հավիձողիկները, խոսքը աթենքի մասին է։ Այս պահին ձեր էկրաններին է, ես էլ իհարկե սիրով ներկայացնեմ։ Սիրելի հեռուստադիտողներ, մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև աթենքի հավի նագետների բազմազան տեսականին, եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47 ու 6 գրամ սպիտակուց։
Ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումները անբաժան խորտիկ է դարձնում, անբաժան մասն է դառնում, քանի որ հեշտ է պատրաստվում։ Ընկերական հանդիպումները, ինչպես նշեցի, դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Շատ գեղեցիկ ստացվեց, խառնել ենք։ Ես հատուկ չխառնեցի, որպեսզի այս գեղեցկությունը ցույց տանք, թե գույնային գաման ինչքան գեղեցիկ է, այնուհետև խառնելու ենք ու այսպես ձեռքի միջոցով կլորացնենք, պատրաստենք կոնֆետներ, որից հետո արդեն դնենք մատուցվող ափսեի մեջ։ Ես մեղրը կթողնեմ քո քիմքին, որովհետև եթե նախընտրությունը իմը լինի, ես չեմ ավելացնի։ Սա զուտ եմ, որ այն քաղցրակերների համար, ովքեր որ շատ են սիրում քաղցրությունը, կարող են ավելացնել, դա է պատճառը, որ այստեղ ես դրել եմ նաև մեղրը։ Ես էլ ուզում եմ այս պահին ներկայացնեմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված տեսականի, որը հենց այս պահին ձեր էկրաններին է։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա։ Մաքրություն, որը դառնում է վստահություն։ Իսկ մենք վստահեցնում ենք, որ շատ համեղ աղանդեր ենք առաջարկում եւ օգտակար։ Մնում է մենք խառնենք, գնդիկները պատրաստենք եւ արդեն վերջին միացման ժամանակ ցույց կտանք։ Խոսքը քոնն է ավետ, շարունակիր։ Շնորհակալ եմ Սատ, այո, խոսքի ինձ փոխանցելու համար, դա ինչպես տեսակ, սիրելի հեռուստադիտողներ, շատ հետաքրքիր ու վստահ եմ, որ շատ համեղ աղանդեր է պատրաստելու Սաթենիկ Էլիզայի հետ միասին, բայց կարևոր են, ինչպես կարևոր են աղանդերը, այնպես էլ կարևոր են մսամթերքը մեր կյանքում եւ իհարկե մեր ուտեստների մեջ, եւ այս պահին առաջարկում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութ սրահում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Բարի առավոտ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք տաղավար եւ վերադարձանք շատ հետաքրքիր անակնկալով։ Հենց հիմա փնտրեք 99.7 հաճախականությունն ու գտեք հայկական առաջին հումորային ռադիոկայանը, Ռադիո Կոմեդին, որը խոստանում է դառնալ ձեր անբաժան ուղեկիցը տանը, մեքենայում եւ իհարկե արտերկրում։ Ռադիոկայանը հասանելի է բոլոր հարթակներում եւ այնտեղ կգտնեք անսպառ անեկդոտներ, բարձր տրամադրություն ու իհարկե հաճելի երաժշտություն։ Նոր ռադիոկայանի մասին շատ հետաքրքիր զրույց կունենանք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ նրանց, տաղավարում են Ռադիո Կոմեդի ռադիոկայանի պրոդյուսեր, հաղորդավար Արտակ Վարդանյանը, բարի առավոտ, սցենարիստներ եւ ստեղծագործական թիմի անդամներ Ռաֆայել Ջալալյանը, բարև, եւ Սիփան Քարամյանը, բարի առավոտ, բարի կոմեդի, այո, շնորհակալ ենք, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար ու առավոտը մեզ հետ սկսելու համար։ Արտակ, ուրախ ենք քեզ ողջունել այս տաղավարում, բարի լույսի տաղավարում, քեզ շատ հարազատ, քեզ շատ վստահ եմ երկար տարիներ ջերմացրած տաղավարում ու
Խնդրեմ պատմես, թե ինչպես եղավ առաջարկը, ինչպես սկսվեց քո համագործակցությունը ռադիոկոմեդիայով։ Նախ բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, ես ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվել։ Ոչ, հետ վերադարձը ես հաջորդ օրն էի փոշմանել, բայց էլ չեմ փոշմանել, որովհետև մենք ունենք շատ ուրախալի լուր։ Բարի լույսից դուրս գալ ինձ համար շատ լավ իրադարձություն էր, հաջորդ օրը փոշմանելու, իսկ հետո երբ մեր կյանքում հայտնվեց 99 եւ 7-ը, հասկացանք, որ ամեն ինչ հրաշալի է, այսուհետ 99 եւ 7 հաճախականությունը ձեր ավտոմեքենաներում, ձեր Apple-ներում, ձեր Google Play-ներում պետք է շատ լինի, որովհետև սա մի նոր եւ հայկական առաջին ռադիոկայանն է, որը միավորել է բոլոր անեկդոտները հայկական։ Մենք իհարկե ընթացքում խոսենք, ոչ բոլոր իհարկե, բայց մենք Ես ասեմ, որ դուք ֆիլտրում եք, չէ՞։ Կարևորը մի քիչ ավելի հարաբերական այս բարակայում, բայց մեր նպատակների մասին ավելի կխոսենք։ Առաջնային նպատակն է զվարճացնել մարդկանց 99.7-ով լսելու են անսպար անեկդոտներ, լավ երաժշտություն ու հաղորդումներ, մնացածը տղաների հետ խոսենք։ Արտակ, ես եւս մի հարց ունեմ, այդպես դու ամեն առավոտ ասել ես բարի լույս այստեղից, ամեն օր նույն ժամին արթնացել ես, եկել ես այստեղ։ Հիմա ոնց է եթերից տեղափոխվել դեպի ռադիո եթեր, չնայած ռադիո եթերի փորձ ունես նաեւ, ինչպեսին էր այդ անցումն ու փոփոխությունը։ Լավ, մենք stream հեռարձակում ենք ունենալու, հետեւաբար այս պարագայում, այս աշխարհում 21-րդ դարում ավետ դժվար է պատկերացնել միայն ռադիո, միայն ես ուղղակի այսպես փոքրիկ փակագից կարող եմ բացել, շուտով ռադիոկոմեդին կտեսնեք բոլոր մեդիա հարթակներում։ Հրաշալի։ Չի խտրականություն լինելու ռադիո, social media, հեռուստատեսություն, մենք լինելու ենք ամենուր եւ մեր դռները բաց են այդ մարդկանց առաջ, ովքեր սիրում են ժպտալ, ուրախանալ եւ հումորալ։ Ես հենց այսօր իմիջիայլոց այդ որոշումը կայացրի, որ պետք է խցանումների ժամանակ ամենայն դեպս, երբ որ քո playlist-ը սպառվում է, լսեմ օրինակ հաճելի անեկդոտներ ու այլ հաճելի երաժշտություն։ Ամբողջ օրը գրեթե խցանում եմ ես մոտ։ Միշտ լսելու եմ, այդ եմ ասում, միշտ լսելու եմ։ Լավ, խոսենք ռադիոկոմեդիի կոնցեպտի մասին, ինչով է առանձնանում, ինչ նորություններ են լինելու։ Ռաֆ, Ավետ ջան, ինձ թվում է ակնհայտ է ռադիոկոմեդին արդեն իր անվան մեջ էլ ունի այդ տարը, առանձնանում է որ հումորային է լինելու։ Ի տարբերություն այլ ռադիոկայանների, մեզ մոտ երգերի հետ հավասար հնչելու են կատակներ, հումորներ, անեկդոտներ, ինչ որ ծիծաղաշարժ փղկիկներ կարելի է այսպես անվանել։ Բացի դրանից նաև ունենք առավոտյան հաղորդում։ Դու չես իմանա այդ ինչա։ Չէ, ես ընդհանրապես, ես երեկոյան հաղորդումներ եմ։ Կարող եք մեզ Այո, մենք ավելի շուտ ենք։ Մենք միասին ենք։ Այո, Մենք արդեն սկսում ենք քեզ հասկանալ։ մենք գործից գնում ենք տուն այն ժամանակ եւ դուք գործից վերադառնում եք։ Հրաշալի։ Ամեն առավոտ 8:30-ին աշխատանքային օրեր, մենք երեքս, պարբերաբար բաժանվել ենք մասերի, մտնում ենք եթեր, մինչև ժամը 10:00 մոտավորապես լինում ենք ուղիղ եթերում, ուրախացնում ենք մարդկանց, հետաքրքիր բաներից ենք խոսում, խաղեր ենք խաղում։ Ու քանի որ ասացիր խաղեր ենք խաղում, մեկնարկը դեկտեմբերի 1-ին է տվել ու հենց դրանով է, չէ՞ սկսվել։ Տարբեր միանգամից հենց հումորային առավոտով։ Այո, միանգամից հումորային, կոմեդիա առավոտ է կոչվում։ Կոմեդիա առավոտով։ Ինչ խաղեր պատրաստել։ Ես գիտեմ որ մենք ուզում ենք այդ մեր եթերից մի փոքր մասնիկը բերել նաև ձեզ։ Բերեք ես խնդրեմ, ես պատրաստ եմ։ Փոքրիկ խաղ։ Ես սիրով, հենց հիմա։ Սիփան դու դեմ չես, չէ՞։ Ես դեմ եմ։ Մինչև Սիփան դու չես խաղա ուրեմն։ Տես, մենք ունենք տարբեր խաղեր, մեր սիրելի խաղերից մեկը կոչվում է I am a table։ Okay։ Անգլերենի լավ իմացողների համար։ Մենք ասում ենք օտար լեզվով ինչ որ բառ, առաջարկում ենք տարբերակներ, դու պետք է ընտրես թե այդ բառը ինչ է նշանակում իրականում։ Բայց մի քանի որ ես ջինգլների պատասխանը տամ, ջինգլ անենք եւ գնանք։ I am a table։ Դե ինչ, ավետ, մակեդոներեն գիտես։ Ոչ։ Դե փորձիր գուշակել, ինչ է մակեդոներենից թարգմանաբար նշանակում տրկալո։ Տրկալո։ Տարբերակներ։ Տրակտոր, անիվ, ոստիկան, դե մուրճ։ Ոստիկան։ Տրկալո, ոստիկան։ Տրկալոները կանգնացրեցին, այո։ Անիվ։ Անիվ, այո։ Սխալ է պատասխանը։ Բամ բամ բամ։ Ես դրա ավելի լավ տարբերակը գիտեմ։ Ուրախես ակնի ֆամ ֆարարան ֆամ։ Լավ։ Okay, այս տարբերակներ։ Այս որտես դարաշրջանում էակա, ձեր ձայները այս պարագայում։ Ընդհանրապես պետք է։ Եվս մեկ տարբերակ ռավ։ Խնդրում եմ ասա ինչ է մալայերենից թարգման, մալայզիայի լեզուն, կատակ բառը։ Ահա։ Որտեվ քան որ ռադիոկոմեդիա գորտ, օծ, ծիծաղ, կատակ։ Կատակ։ Ծիծաղ, կարող է ծիծաղ։ Կարող է ծիծաղ, բայց կատակ։ Հիմա ինտրիգային է։ Իսկ կատակ մալայերենից թարգմանաբար նշանակում է գորտ։
Լուրջ։ Այո, գործ։ Այսպիսի խաղեր ենք խաղում Բայց Սիփանին էլ մի հատ խոսքը տրամադրենք, հետո կարևոր հայտարարություններ ունենք մեր ռադիոկայանի մասին։ Որի մանր նաև խոսում ես։ Ես ուզում եմ չբացահայտել, որ ես AI եմ։ Սիփան, խնդրում եմ, ասա, քո գործի մեջ անեկդոտ գրելը հեշտ չէ, մարդկանց ծիծաղացնելը հեշտ չէ։ Ինչպես է ստացվում ու ինչպես է կատարվում այդ անեկդոտ ընտրելու process-ը։ Անեկդոտները եւ կատակները միայն անեկդոտներ չեն, հավաքագրում ենք Ռաֆայել հետ միասին, այդպես փնտրում ենք աշխարհի բոլոր երկրներից հավաքագրում ենք անեկդոտներ, այս պահին, այո, նաև գրում ենք, այս պահին ասել եմ։ Ու ես գիտեմ, որ նաև ունեք ռադիո թղթակիցներ Գյումրիում եւ Վանաձորում, արդյոք պատրաստում եք ընդլայնել արտակ շարքը։ Դեռևս ունենք մենք այնտեղ, կոչվում են կոմեդի թղթակիցներ, եւ մեր ռադիոկայանը ավելի հետաքրքիր առավոտվա ծրագրից բացի շուտով 1 րոպեանոց լուրերի թողարկում ենք ունենալու ծիծաղելի եւ հետո ունենալու են կոմեդի թղթակիցներ, այսինքն մենք ամեն օր կապ ենք հաստատելու Հայաստանի բոլոր մարզերի հետ եւ այստեղ նորից կարող շատ օգտագործելով մեր բարի լույսի եթերը շատ կարեւոր հիշեցում եմ ուզում անել, որ ներբեռնեք մեր հավելվածը անպայման, որովհետեւ այդպիսով դուք մեզ կլսեք աշխարհի բոլոր վայրերում, ուր որ լինեք, սա շատ կարեւոր է, որ մենք ունենք մեր պլատֆորմը եւ App Store-ում եւ ունենք Google Play-ում, այնտեղ իմ ռադիոսը որոնեք Դոմինիկյան Հանրապետությունից եւ Կամբոջայից երկու արդեն մենք նախ ունենք հանրապետական սփռում, սա նույնպես շատ կարեւոր է եւ ամենակարևորը մենք նաեւ սոցիալական բոլոր մեդիաներում ենք Instagram, TikTok, Facebook, խնդրում եմ այնտեղ նույնպես հիմա մեզ follow արեք եւ 99.7-ը հիշեք։ Թափով այսպես մտել եք ու կանգնեցնել, ինչպես հասկանում ենք, չի լինի եւ իհարկե վստահ չեն գտնվի այն համարձակներ, ովքեր կփորձեն կանգնեցնել։ Այո, սա դեռ սկիզբն է եւ ես անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին, որովհետեւ ամեն դեպքում ռադիոկայանի առյուծի բաժինը բաղկացած է նրանց այսպես հումորը պատրաստելու կարողությունից։ Պարկը գնում է արտակին։ Եվ մյուս շնորհակալությունը հնչյունային ձևավորողներին։ Ուշադրություն, այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Մենք այդ բոլոր անեկդոտները հնչյունային ձևավորում ենք անում եւ դրանք պատկերացրեք մեր նպատակն է ոչ միայն զվարճացնել մարդկանց, այլ հավաքագրել այս ժամանակաշրջանի ամենածիծաղելի անեկդոտները մեկ տեղում։ Այդպիսի բան դեռ չի եղել, որ լինի մեկ տեղ մի գանձարան, որտեղ բոլոր անեկդոտներն են։ Այո։ Սա ինձ թվում է շատ լավ ֆակտոր կլինի եւ հրաշալի քայլ է սա։ Արտակ, իսկ արդեն բացի լուրերի թողարկումից կան ուրիշ հետաքրքիր նորություններ, հաղորդումների շարքեր, գուցե որոնք որ հիմա կբացահայտեք մեր հետ։ Մենք էլի եմ ասում, քանի որ բոլոր պլատֆորմներում ենք ներելու, չեմ ուզում այդ փակակիցը բացեմ, քանի որ շատ կարող եմ ասել, ինչ ենք մենք նախատեսում, որը փորձելու ենք անել, մենք ունենալու ենք հնարավորություն ստանալ ռադիո լսողներից հաղորդագրություններ, ձայնային եւ այլն, ուզում ենք նրանց հորդորել, որ իրենք ուղարկեն նաեւ հումորներ, կատակներ, անեկդոտներ եւ այլն, դա մենք կհնչեցնենք եթերում։ Այնուհետեւ նույնիսկ կարող է, որ շատ լինեն, ասենք ինչ որ մրցույթ կազմակերպել, հաղորդումներ անել, լավագույն հումոր ուղարկող։ Մեր նպատակն է բացի զվարճանալուց FM հաճախականությունից բացնելուց նաեւ հավաքագրել այդ բոլոր հումորները միտեղ։ Բանա հավաքենք։ Բանա հավաքության այո, կարևոր մի հատ բան պատկերացրեք, ինչ որ միտեղում բոլոր անեկդոտներն են, մենք չունենք այդպիսի մի բան։ Իսկ հետո մենք շատ մեծ ակնկալիքներ ունենք նաեւ հեռուստահարթակում լինելով, մեր ռադիոկայանի այսպես կոնտենտը տեղափոխել այդտեղ, այսինքն այն պլանները, որոնք մենք կազմել ենք, մի քիչ շատ մեծ են ու հավակնոտ, մեզ մնում է ուղղակի այս ընթացքում գործել, մեր Ռաֆոին համոզել, որ ինքը մեզանից չձանձրանա, այլ հակառակը իր գաղափարներով մեզ կիսի, լավ սցենարներ գրի, չգիտեմ։ Պատրաստվի շուտով մեզ մոտ հյուր ես լինելու։ Վայ սիրով, մեծ սիրով ես պատրաստ եմ, այն ինչ որ կապված է հումորի հետ, ինձ թվում է իմ իմացած անեկդոտները եթերում պատմել, որովհետև ես վերջերս եմ հասկացել ու վերջերս եմ նկատել, որ բոլոր անեկդոտները, որոնք որ ես գիտեմ, դրանք բոլորը ցենզուրայից դուրս են եւ խոժանական անեկդոտներ են։ Եկեք այս ինֆորմացիան, այս բոլոր ամեն ինչ ասեմ նոր զվարճանանք, եթե կարելի է։ Էլի կա ինֆորմացիա։ Էլի կա ինֆորմացիա, այդպես մենք չենք սահմանափակել, ես չէ, ռադիո կոմեդին, մենք լավագույն անեկդոտների վրա ուշադրություն, որոնք իսկապես զվարճալի են, որոնք լսում ենք ու ծիծաղում ենք, դրա հիման վրա մենք նկարանելու ենք մուլտֆիլմեր, որոնք հայտնի են YouTube-յան մեր ալիքում։ Ես կարծում եմ դա կլինի երեխաների ու լայն լսարանների համար ահավոր սիրելի արտադրանք։ Ինչ ասեմ, ես շատ ոգևորված եմ այս գաղափարով, երբեք չէի պատկերացնի, որ իմ կոմֆորտ զոնայից դուրս գալով երկար տարիների կհայտնվեմ մեկ այլ կոմֆորտ զոնայում, որտեղ անսպար գործ կա անելու։ Ինչ արձագանքներ ստացա, Արտակ։ Ախ, արձագանքների մասին ես մտածում եմ մեր ռադիոյի մոտ, որ այստեղ նստում են փոքր խցում ու խոսում ենք, մեզ ոչ մեկ չի լսում։ Ես մտածում եմ մենք իզգո ենք, որ Աստված իմ, մեզ մեկը լսում է։ Եթե այստեղ եք նշան արեք։ Հրաշ մեդիայի հետ չկան վերացող մեդիա տեսակներ, կան մեդիաներ, որոնցով պիտի զբաղվես։ Ես սիրես
հենց այդ տեսակը։ Հա, թերթն էլ էլեկտրոնային է հիմա, այսինքն ոչ էլ Բայց անկես թերթ կարդացողել կան, ռադիոլսողներ էլ կան եւ ամեն ռադիոկայան ունի Ժորժան, հիմա թերթը ռադիոլսողը։ էլեկտրոնային է, հետեւաբար մարդիկ կարդում են էլի թերթ։ Ինչ կապ ունի։ Չէ։ Արձագանքները։ Թղթի թերթ քանակով, բայց միևնույնն է, ուզում ասեմ, ձևաչափերը փոխվել են։ Լավ, ինչպեսին է արձագանքը արտակ։ Արձագանքը շատ հումորային է, մարդիկ ասում են, որ ձեր ոչ բոլոր անեկդոտներն են մեկ-մեկ այդքան ծիծաղելի, մենք դա ընդունում ենք, որը շատ նորմալ է, բայց նաև ասում են, որ երբեմն լինում են շատ ծիծաղալու, էդ էլա շատ նորմալ կարծիք, մենք հիմա հավաքում ենք բոլոր կարծիքները, թող լսեն, թող մեկը ասի ծիծաղալու չի, բայց ամենակարևորը մենք ունենք այն մարդկային մեդիայի զգացողությունը, որ մեզ շոշափում են, մեզ, չգիտեմ, թվում է թե ոչ մեկ չի լսում, բայց այնքան արձագանք կա, որ դժվար ապրուստի վարկանիշին մոտ, կյանքի գնին մոտ է մեր վարկանիշը։ Մենք այսօր ամսի քանիսն է, մենք 19 օրեկան ենք։ Շնորհավորում եմ։ Ես այսքանը դեռ եղել է 19 օրում։ Իդեպ 12 օրից ձմեր պապիկը գալու է աման օրը։ Այո, մենք այսօր առավոտյան դրա մասին խոսել ենք, մենք էլ ամեն առավոտ դրա մասին տեղեկացնում ենք։ Ես ինչպես ձեր կարգախոսն է, մենք երկարացնում ենք կյանքը, կարճացնում ճանապարհը։ Ես ուզում եմ, որ ձեր ընթացքը լինի շատ հաջող եւ իհարկե ռադիո ունկնդիրները օր-օրի, ժամ-ժամի եւ վարքյան-վարքյանի էլ ավելի շատանան ու իհարկե դուք գտնեք ձեր կարևոր լսարանը, որտեղ մեր ազգին համենայն դեպս հումոր ու երջանկության հորմոններ շատ են պետք։ Այնպես որ երջանկացրեք ու շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ։ Վերջում նորից հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, Facebook-ում, Instagram, TikTok-ում մեզ ման եկեք Comedy Radio Armenia, մենք այդտեղ ենք եւ իհարկե լսեք 99.7 շնորհակալություն։ Դուք միջև իջնելու ժամանակ ես նկարել եմ, մենք բական բացենք, թող ավելի սկանդալային ավարտվի։ Առավոտը ճանաչները բացել էին գործքը։ Շնորհակալ ենք, բարի լույս ու շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ձեզ հաջող ընթացք։ Սիրելի հեռուստադիտողներ, գիտենք հումորի մասին խոսեցինք, իմացանք թե որտեղ կարելի է գտնել լավ հումոր եւ իհարկե նաեւ առաջարկում ենք հրաշալի երեկո անցկացնելու համար գտնել այս վայրը։ Եվ այլևս պետք չէ շատ մտածել, որովհետեւ հենց հիմա ամեն օր շոու ծրագրեր, կենթանի երկուպար, բարձր տրամադրություն եւ իհարկե համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի եւ տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 հեռախոսահամարով։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ներողություն ողջունենք Սաթենիկին։ Սաթենիկին ողջունում ենք, Սաթենիկին միշտ ողջունում ենք։ Сколько лет, сколько зим։ Իսկ ինձ թվում էր, որ մեր հյուրերը արդեն գնացել են, սիրելի հեռուստադիտողներ։ Այս պահին ընդմիջվենք կարճատև գովազդային դադարով, որից հետո կշարունակենք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես օրվա ամենասկզբում խոսեցինք մի տաղանդավոր մարդու մասին, հիմա պահն է եկել, որպեսզի ներկայացնենք նրան եւ նա իր բացառիկ տաղանդով ու շնորհով ստիպեց միլիոնավոր մարդկանց շունչը պահած հետևել, թե ինչպես է կարողանում միաժամանակ երկու ձեռքով գրել ու նկարել։ Նա դարձավ ռուսաստանյան մասշտաբային նախագծերի մասնակիցն ու հաղթողը։ Նրան անվանեցին հայկական Լեոնարդո դա Վինչի։ Եվ ինչպես բացահայտվեց տաղանդը, ինչպես նա կարողացավ գրավել միլիոնավոր մարդկանց ուշադրությունը եւ ինչ բացառիկ ունակություններ ունի մեր հայրենակցուհին, կիմանանք հենց հիմա։ Մեր հյուրն է բացառիկ տաղանդով օժտված եւ իհարկե շնորհով Յուլիա Քալաշյանցը։ Բարի առավոտ, Յուլիա։ Բարի լույս։ Ես չգիտեի, որ դուք հայերենով կարողանում եք ասել բարի լույս։ Я понимаю разговаривать, да. Եվ իհարկե հաղորդակցության հարցում մեզ կօգնի թարգմանիչ Հակոբ Պետրոսյանը։ Բարի առավոտ, Հակոբ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք Յուլիա, եւ ես գիտեմ, որ դուք հատուկ հենց այս եթերի համար եք եկել մեր տաղավար ու իհարկե մենք ունենալու ենք բացառիկ հարցազրույց։ Կխնդրեմ ասեք, ինչպես խնդրեմ նախ պատմեք ձեր մասին, ինչ ընտանիքում եք ծնվել, ինչպես որտեղ է անցել ձեր մանկությունը։ Юлия, для начала мы благодарим за то, что вы прилетели в Армению. Насколько мы знаем, вы именно для этой программы сюда прилетели. Для начала мы хотим у вас узнать, каково было ваше детство, в какой семье вы росли, где вы учились. Немного расскажите о своем детстве. Я родилась в обычной армянской любящей семье, где родители привили мне с сестрой такие качества, как трудолюбие, ответственность и уважение.
В начальных классах я училась здесь, в Ереване, в Бангладеше. У меня были хорошие успехи по шахматам. Папу вызвали в школу даже как-то спросить. Учитель по шахматам его вызвал, узнать, занималась ли я где-то еще шахматом, потому что он сказал, что мне эту девочку жалко, она весь урок стоит у доски, никто не может ее выиграть. Ну, на что папа ответил, что нет, всему, чему она научилась, это у нас в школе, в 183-й школе я училась здесь. Вот такое детство было. Հրաշալի, Յուլիա, ձեր տաղանդը ու շնորհը բնորոշ է մարդկության ընդամենը 1%-ին, ինչ ներքին վստահություն ու ուժ է դա ձեզ տալիս կյանքի տարբեր իրավիճակներում։ Юлия, вашим талантом обладает всего 1% земного населения. Какую уверенность это вам придает в разных жизненных ситуациях? Знаете, когда я начинаю понимать, что 1% человечества всего лишь обладает таким талантом, в голове сразу песня «Разми камяна, чуны, шхавракезнема». Да, сразу. Вот. Но на самом деле амбидекстрия — это не только про почерк, да, здесь стрессоустойчивость, хорошая память, но это помогает во всех сферах. Я вот раньше я работала в банковской сфере, сейчас я в бьюти-сфере, то есть это помогает в любой сфере, в любых жизненных ситуациях. Երբ առաջին անգամ գիտակցեցիք ու հասկացաք, որ ձեր գրելու ձևը տարբերվում է մյուսների գրելավոճից։ Когда вы впервые осознали, что ваш почерк, ваше письмо отличается от остальных? Я это осознала тогда, когда не знала ни слова амбидекстер, ни Леонардо да Винчи тоже я не знала. То есть в первом классе, когда родители меня учили писать правой рукой, я понимала, что мне тяжело дается правая рука. Я попробовала левой, но я не могу писать левой, как все нормальные левши. То есть левой мне только удобно писать наоборот. Зеркально. Как обычный левша, у меня с трудом получается. Только вот так вот, все зеркально. Это очень легко. Շատ հաճախ ինչ պատիվ է ձեզ համար, երբ որ ձեր ձեռագիրը համեմատում են եւ անվանում են ձեզ հայկական Լեոնարդո դա Վինչի։ Что вы чувствуете, когда ваш зеркальный почерк сравнивают с почерком такого величественного человека, как Леонардо да Винчи? Ну, вообще, конечно, такую ответственность. Сразу хочется что-то сделать великое, незабываемое. Поэтому я начала рисовать картины. Ну, вообще, среди известных, вот если вбить в поисковике известные амбидекстры, то помимо Леонардо да Винчи, не стоит забывать Альберт Эйнштейн, амбидекстер, Никола Тесла, Пол Маккартни, Ринго Старр, они играют на музыкальных инструментах обеими руками. Том Круз, Киану Ривз и Мария Шарапова, она играет тоже двумя руками. Да, я, кстати, очень люблю играть в теннис и тоже меняю ракетку в любую руку. Երկու ձեռքով եք կարող անում։ Да. И когда мне не с кем играть, я просто играю сама с собой. Очень удобно։ Հրաշալի։ Մենք իրականում խոսեցինք, պատմեցինք, վստահ եմ, որ հեռուստադիտողներին էլ է հետաքրքիր։ Հիմա ունենք տեսանյութ, դիտենք տեսանյութը ու վերադառնանք մեր ընթացքին։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք խոսեցինք, տեսանք տեսանյութը ինչպես է Յուլիան նկարում երկու ձեռքով։ Յուլիա, մինչև մենք անցնենք այս գեղեցիկ նկարին, որը դուք նկարել եք երկու ձեռքով, այո, խնդրեմ ցույց տաք, դուք ուզում եք ինչ-որ բան գրել։ Да, я напишу название вашей передачи. Խնդրեմ։ Իմիջիայլոց սա հենց հիմա Յուլիան գրում է մեր հաղորդման անունը, բայց հայելային կերպով, ձախ ձեռքով եւ հակառակ կողմից։
Շնորհակալ եմ Յուլիա, շատ հետաքրքիր էր։ Ու իհարկե բացառիկ տաղանդ է։ Հիմա կխնդրեմ խոսենք ռուսական նախագծի մասին, ինչպես անցավ եզակի կարողությունների շոուի քաստինգը ու որ փորձություններ ամենաբարդը։ Мы хотим немного поговорить о шоу уникальных способностей, как оно прошло и какое задание для вас было самым сложным. Так, шоу, ну, на кастинг меня выбирали по видео, так как я тогда проживала в Ростове-на-Дону, выбирали из Москвы по видео. Мне задавали разные задания, там, а вы можете написать так, а вы можете написать вертикально, диагонально. То есть для меня это было очень легкие задания, мне не верилось, что так просто можно попасть на телевидение, да, написать вот, ну это же просто почерк. На что я им, ну, после выполненных заданий, я сказала, да я это все сделала, все, что вы просите сейчас, я сделаю это с закрытыми глазами. Ну, на что они это не проверили, но поверили мне и пригласили на участие в конкурсе. Ինչ եք զգում, երբ որ փակ աչքերով, երկու ձեռքով գրում եք, նկարում եք, այդ ժամանակ ինչ զգացողություն կար։ Что вы чувствовали, когда вы писали с закрытыми глазами, с двумя руками одновременно? Ну, так как это было уже последним заданием, финальным, да, уже один шаг до чемоданчика денег, я уже, ну, я вышла когда на сцену, изначально было немножко тревожно, потому что одно дело это написать на альбомном листе, другое дело на огромных стеклянных подрамниках. Они огромные, маркеры, которые у меня были, один немножко жирный, другой суховат, то есть, представляете, да, а нужно все синхронно, чтобы они оба соответствовали. Естественно, когда я увидела эти стекла, думаю, вот это, Юля, ты замахнулась с закрытыми глазами, да. Но когда я дошла до этого уже последнего задания, то я уже привыкла к этим габаритам и с легкостью выполнила. Յուլիա, ինչն էր ավելի կարևոր, արդյոք դրամական մրցանակը հաղթելու արդյունքում, թե օրինակ, որ ձեր տաղանդի մասին իմացան բոլորը։ Давайте спросим это так, победа или чемоданчик с деньгами? Что для вас было важным? Приз или признание других людей? Ну, знаете, вообще и то, конечно, очень приятно, и чемодан с деньгами получать приятно. И когда 300 зрителей, да, встают и аплодируют, это тоже очень приятно. Но, честно говоря, ничто не сравнится с теми эмоциями, когда после выхода передачи в эфир я захожу в свои соцсети, Инстаграм, Фейсбук, просто взорван был. Армяне всего мира мне писали на русском, на армянском, я все понимала, я многим отвечала. Были теплые слова поддержки, да, теплые слова благодарности, что я и армянские буквы не забыла, да, слова, последняя самая строчка была. Поэтому я даже не представляла, что могу вот так ответить в ответ. Сирюм Болорин, огромное спасибо всем, кто меня поддерживал тогда. Խոսենք նաև NTV-ի աստղերը համախմբել են հաղորդման մասնակցելու փորձի մասին ու հատկապես արդեն այստեղ երկու ոտքով գրելու հատվածի մասին խոսենք։ Чем для вас выделилось участие в шоу «Звезды сошлись» на НТВ и уже письмо двумя ногами? Ну, смотрите, на «Звезды сошлись» я ехала просто без подготовки, как приглашенный гость с суперспособностью. Там я знала, что там не будет заданий, там не нужно что-то выигрывать, да. И они мне уже буквально перед выходом в студию говорят, будете у нас удивлять, ногами писать. У меня было буквально полчаса, я в гримерке с двумя маркерами, но благодаря хорошему прокачанному прессу и полушариям. То есть я, да, написала название передачи. Это был у меня вот такой опыт экспромтом. Իսկ հենց նոր մենք տեսանք կադրեր, թե ինչպես էին ձեր դուստրերը նկարում, ինչ զգացողություն ունեցաք, երբ տեսաք, որ արդեն ձեր երեխաները եւս կարելի ասել փոքր կերպով ժառանգել են ձեր տաղանդը։ Только что мы увидели кадры, где ваши дочери тоже рисуют, пишут. Что вы почувствовали, когда, так сказать, поняли, что ваши дочери унаследовали ваш дар, ваш талант? Ну вот дети мои увидели первый раз как мой почерк, когда я готовилась как раз к передаче «Я могу». И они взяли и просто вот так с легкостью это повторили. Я испытала, конечно, шок и удивление. Думаю, так это, может, все умеют. Зачем? Что я еду? Чем я буду удивлять, если мои дети даже это с легкостью повторили? Յուլիա, այս ժամանակահատվածի ընթացքում ուշադրությունը լրագրողների ձեր ընտանիքին, դեպի ձեր կարիերան, այսպես ասած, վստահ եմ, որ շատ բան փոխեց ձեր կյանքում։ Ինչ եք դուք, ինչ երազանքներ ունեք այսօր, ինչ եք դուք ցանկանում այսօր եւ իհարկե ինչպիսին եք տեսնում առաջիկա օրերը եւ տարիները ապագան ձեր կյանքում։ Мы уверены, что внимание журналистов оказало огромное влияние на вашу жизнь.
Мы хотим узнать, какие у вас мечты и какие у вас планы на будущее. Я являюсь на сегодняшний день преподавателем наращивания ресниц и волос, но очень бы хотела бы, мечты, цели мои, преподавать амбидекстрию. То есть открыть школу амбидекстрии, усовершенствовать, да, есть правши, которые говорят, что, ой, творческое это не мое, креативность не мое, потому что я правша. То есть нельзя себя ограничивать в этом, это можно развить. То есть если кто-то врожденный амбидекстер, да, можно это натренировать. Ես վստահ եմ, որ մենք ապագայում ձեզնից էլի հետաքրքիր ու շատ յուրահատուկ տաղանների բացահայտման կսպասենք ու իհարկե կսպասենք նաև դպրոցի բացմանը, այո, գուցե բացահայտեք ձեր միջոցով, ձեր տաղանդով, գուցե բացահայտեք էլի մարդկանց, շնորհակալ եմ, որ եկաք մեր տաղավար, շնորհակալ եմ օրը մեզ հետ սկսելու համար ու իհարկե ես կուզենայի մի պահ, ինձ ընդհանրապես մեկ վայրկյանով փորձեմ ես համեցեք նստեք իմ կողքին, համեցեք։ Ես ուզում եմ ուղղակի տեսնեք ճիշտ եմ անում թե չէ։ Ես կգրեմ իմ անունը հիմա զուգահեռ։ Ահա։ У вас прекрасно получается. Ահա։ Վերջ, ես եւս ունեմ տաղանդ։ Ահա, խնդրեմ սիրելի հեռուստադիտողներ, ես գրեցի իմ անունը երկու կողմով։ Յուլիա, շնորհակալ եմ։ Спасибо. Շատ հաճելի էր։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, մենք ավարտեցինք գեղեցիկ հարցազրույցը։ Շնորհակալ եմ եւ իհարկե Յուլիայի գեղեցիկ նվերը մեր TV-ին, մեր Բարի Լուսյան ծրագրին։ Շնորհակալ ենք Յուլիա, շնորհակալ ենք Հակոբ, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գովազդ մեր եթերում, որից հետո կրկին կվերադառնանք տաղավար։ Ահա։ Բարի լույս, շատ սիրելի հեռուստադիտողներ, ես վերադարձա տաղավար ու իհարկե տեսակ թե ինչ հրաշալի զրույցներ ունեցանք եւ իհարկե այս պահին ուզում եմ ասել, տեղեկացնել մի շատ կարեւոր երևույթի մասին դեկտեմբերի 21-ին ժամը 19:20-ին Armenia TV-ի եթերում կարող եք դիտել Արամ Մարտիրոսյանի հիշատակին նվիրված Բաժանում չի լինում խորագրով համերգը։ Սիրված արտիստի լավագույն ստեղծագործությունները կկատարեն նրա ընկերները։ Վստահ եմ, որ սիրելի հեռուստադիտողներ անպայման կդիտեք ու իհարկե կրկին եւս մեկ անգամ մենք կհիշենք մեր շատ սիրելի Արամ Մարտիրոսյանին։ Եթերի ընթացքում խոսեցինք նաեւ այն մասին, որ Սաթենիկը եւ Էլիզան պատրաստում են յուրահատուկ ուտեստ, յուրահատուկ աղանդեր բառը ես արդեն սովորեցի, իսկ այս պահին առաջարկում տեղափոխվենք խոհանոց։ Յուրահատկությունից մեկն էլ նաև, որ այսօր ձյուն ենք վերել։ Այո, ձմեռ է ձյուն չկա, բայց Բարի Լուսյան տաղավարում կա ձյուն։ Այո։ Կխրդեցինք մեր աղանդերը, շատ համեղ է դեպ հասցրել ենք փորձել։ Համեղ, գեղեցիկ, օգտակար եւ մեկ էսպես աղանդերի մեջ բավականին մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք օրգանիզմի համար շատ լավ ու դրական ազդեցություններ կունենան, էներգիա կտան, առողջություն կտան եւ իհարկե միշտ պետք է ընտրությունը կատարել դեպի ել ավելի առողջ տարբերակը։ Իսկ ես մենք շատ շնորհակալ ենք, որ եկար, համեղ աղանդեր առաջարկեցիր ու հեռուստադիտողները վստահ եմ կհիշեն, որ 3 օրից ավել պահել պետք չէ։ Սառնարանում է պետք պահել, այո, ու 3 օրից ոչ ավել։ Բայց այդ կարծում եմ անգամից մենք կհանդիպենք, լավ հանգստյան օրեր, սիրում ենք ձեզ, հաջողություն։ Շնորհակալություն Սաթ Էլիզա, մեր խոհանոցային օրը էլ ավելի գեղեցկացնելու եւ էլ ավելի քաղցրացնելու համար։ Ես մի տեսակ զգում եմ, որ քաղցրի պակաս ունեմ, որտեղ սկսել եմ արդեն բառերը կամած մոռանալ, ինձ թվում է ինձ քաղցր է պետք։ Ես գնամ արագ համտեսեմ քաղցրը եւ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ ասեմ շնորհակալություն եւ իհարկե կհանդիպենք հանգստյան օրերից հետո։ Առողջ եղեք եւ լավ մնացեք։